Երեք Կոլումբիայի համալսարանի իրավունքի դպրոցում հետաքրքիր քննարկում տեղի ունեցավ։ Արգենտինայից մի միջազգային ուսանողուհի հարցրեց, ինչ նշանակություն ունեն մարդիկ, ովքեր աշխատում են միջազգային կառույցներում, միջազգային իրավունքի կիրառության հարցում։ Եվ ես իմ աշխատանքային փորձից հետաքրքիր դրվագ հիշեցի 2021 թվականին բանակցություններ էին ընթանում իմ եւ մի միջազգային բարձրաստիճան պաշտոնատար անձի միջև, ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկի միջև աշխարհում, եւ պայմանավորվածություններն այնպես էին, որ նա պետք է գար Արցախ, որովհետեւ նա մարդու իրավունքների մանդատ ուներ եւ նրա պարտականություններ դա։ Արդեն պայմանավորվածությունները ձեռք էին բերվել, նա պետք է գար եւ այդ մասին նախապես հայտարարեր, որ Արցախ է գալու։ Մեր վերջին քննարկման ժամանակ նա ինձ հետ հանդիպում խնդրեց առանձին եւ ասաց, որ չի կարող գալ Արցախ։ Երբ նրան հարցրի զարմացած ինչու չի կարող, որտեղ բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերված, հիմքերը կան, իրավունքը իր կարգավիճակը թողնում է, ավելին պարտավորեցնում է, նա ինձ ուղղակի ասաց, գիտես, ես չեմ կարող դրանից հետո այլևս ինձ համար աշխատանք գտնել։ Այս դրվագը, այս դեպքը շատ բանի մասին է խոսում, բայց սա նաև նշանակում է, որ միջազգային կազմակերպություններում մենք պետք է նկատի ունենանք, որ նույնպես աշխատում են մարդիկ, մեր նման սովորական մարդիկ, ովքեր ունեն իրենց վախերը, իրենց պահանջմունքները, եւ մենք դա պետք է նկատի ունենանք։ Ու միջազգային իրավունքի լիարժեք կիրառություն ապահովելու համար մենք պետք է նաև անհատապես աշխատենք բոլոր այն մարդկանց հետ, ովքեր հենց այդ կառույցներում են աշխատում եւ կարևոր դեր են զբաղեցնում։